Փաստինֆոն շարունակում է աշխատանքը տաղավարից եւ այսօր հյուրընկալել ենք ուսուցիչ, փիլիսոփա, խորագետ, թաքնագետ Յոգ Տրթատ Դոնիկյանին։ Բարև ձեզ, պարոն Դոնիկյան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ այսօր հյուրընկալվել եք մեզ։ Ձեզ էլ շնորհակալություն կոչել։ Եվ ուզում եմ քննարկենք տարատեսակ թեմաներ, սկսենք նրանից, որ դուք եւս նշել եք, որ մարդը չակրաներ ունի։ Ինչպես բացել դրանք։ Դե հասկանանք ինչա չակրաներ, դա որ հայերեն թարգմանենք ճախարակներ է։ Ճախարակ բանով որտեղ ինչ որ ոնց որ մեր գեղձերը օրգանիզմում կարևոր դեր ունեն ու իրանք օրգանիզմը ղեկավարում են, հիմնական գեղձերով է ղեկավարվում օրգանիզմը, ոնց որ իմպուլսներում այս արային արա գեղձերի միջոցով է դա արվում, իմպուլսները տրվում են գեղձերի, ոնց որ կառավարիչ հիմա խոսքով է կառավարում, օրգանիզմում գեղձերի միջոցով կան։ Հիմա մենք ունենք նաև բացի ֆիզիկական մարմնից ավելի նուրբ մարմիններ, ավելի գեր նուրբ մարմիններ այդ անվանում հրեղեն մարմին եւ հոգեվոր մարմիններ, իրանք կառավարվում են այդ ճախարակներով, չակրաներով։ Իրանց պրոյեկցիոն ֆիզիկական մարմնի վրա դա մեր գեղձերն են։ Մեր գեղձերի պրոյեկցիան մեր նուրբ մարմինների վրա դա ճախարակներն են, այսինքն չակրաներն են։ Նայեք, ինքը չակրան, որ հասկանանք դա ինչա, ճախարակը, ոնց որ մեր մտքերը հոսում են, չէ՞, ինչ որտեղ առաջանում են։ Եվ մեր խոսքը առաջանում է, խոսքը ոնց որ էներգիան է։ Այդ դրանք, այդ չակրաները, այդ դրանց ակունքներն են կարող ասենք, որը ֆիզիկական մարմնում չի, ինքը նուրբ մարմնի վրա է, մենք ունենք նուրբ մարմին, որը գիտությունը դեռ լրիվ չի բացահայտել, բայց ժամանակը կբացահայտի, այդ նուրբ մարմինների վրա մենք ունենք ոնց որ մեր հիմա ֆիզիկական մարմինների վրա ուղեղ կա եւ սիրտ կա, օրգաններ կան, գեղձեր կան, այդ նուրբ մարմինների վրա հիմա այդ չակրաները կարելի ասենք մենք ուղեղի, սրտի եւ տարբեր օրգանների դերեր են խաղում։ Հարաբերական իմաստով եմ էլի թարգմանում ոչ ուղղակի։ Իրանք պրոյեկտում են շատ դեպքում մեր մարմնի հետ են պրոյեկտում մարմնի վրա ցույց տալիս, բայց իրանք մարմնի վրա չեն, մարմնի վրա իրանք պրոյեկցիան է, որը գեղձերն են։ Դենց համապատասխան ասենք էպիֆիզ ունենք, հեպոֆիզ, վահանաձև գեղձ, ուրցագեղձ սրտում, արևային պսակ, ենթաստամոքսային եւ մակի երիկամներ, սեռական գեղձեր, իրանց իրանք պրոյեկցիան են մեր չակրաների, համապատասխան ասենք տարբեր արևելյան ուսմունքներում տարբեր անվանումներ են տալիս, նույնիսկ հայկական մոտեցումներով ես տաթևացու մոտ եմ հանդիպել, ինքը ինչ որ անվանումներ ունի տան եւ հին մեր զրադաշտության ուսմունքում ինքն էլ ինչ որ դիցերի անվանումով է անվանված չակրաները, այսինքն դիցերը այդ անվանումն ունեն, այսինքն մեր հիմնային չակրան վահագի անվանումն են տալիս, ասենք այդ մեր սեռական չակրան անվանվում է ասխիկի չակրան, մեր այս արևապսակը անվանվում է նանեի չակրա, պատերազմի սիրտը անահի դիցու չակրան է, կոկորդը տիրի չակրան է, երրորդ աչքը միհրի չակրան է եւ մեր գաղտնիքում դա արամաստի չակրան հայկական անվանումը տենց կարան անվանեն։ Ու արևելքում տարբեր ուսմունքներում մի քիչ տարբեր անվանումներ ունեն։ Որն է ավելի ճիշտ է այս դեպքում։ Նայեք, անվանումը ընդհանրապես ներկայացնում է, օրինակ հինդուիզմում, դե հինդուիզմ ասելով տենց մենք էդի անգլիացիներն են այդ անվանում տենց ընդհանրապես թխարմայի ճանապարհով գնացողներ են ընդհանրապես ասվում, այդ որպես հինդիներ են, իրանք հանդիկներ են, դրա համար հինդուիզմ են անվանել, դե այնտեղ լիքողություններ կա, այնտեղ ուրիշ անվանումներ կան, օրինակ սիրտ անախատ անահիտի նման է, բայց ասենք բուդդիզմում ուրիշ անվանում ունեն եւ ջայնիզմում ուրիշ, դաոսիզմում տարբեր անվանում են, դե հիմա անվանում են, հիմա ասենք թե շունը տարբեր լեզուներով սաբակը, դոգը եւ այլն, որ ասում են դա բնույթը չի կրում, տենց էլ այդ անվանումը լեզվական ինչ որ մոտեցմամբ փոխարինել են, իհարկե ուղղակի թարգմանություններ չեն, այդ է ուզում ասեմ հայերեն որ ասենք դիցերի անվանումը տել ուղղակի չեն, բայց իրանց որակները մեկանույնն են, այսինքն դիցերը ինչ որ որակներ են ներկայացնում, այդ որակների արտացոլումն են իրանք կրում,
այդ չակրաները։ Այդ չակրաները նաև որպես սիմվոլիկ էներգիայի փոխանցիչներ են անվանում, որտեղ մենք նուրբ մարմին ունենք, գերնուրբ մարմին ունենք, այդտեղ էլ կան այդպես էներգետիկ կենտրոններ, իրանք հիմնական ներկայացնում են էներգիայի փոխանցիչներ, բայց կարելի է նաև ներկայացնել ավելի խորքային իմաստով իմաստություններ։ Ասենք 7 տեսակի իմաստություններ որ բաժանենք, իմաստությունները որոնք հայերենում մի իմաստասերությունն է, մի իմաստություն է, բայց ընդհանրապես դա 7 բաժանում կարելի է բաժանել, ու այդ 7 իմաստություններն են իրանք գրում, այսինքն դրա խորքային իմաստը, որ մարդը ոչ միայն էներգիաներ տրանսֆորմացիա անի, ու վերափոխի այլ իմաստություններ ձեռք բերի, այսինքն երբ որ մարդը իմաստանում է, չակրաները ակտիվ են, եթե հիմարը իրավունք չակրանները ակտիվ չեն, իհարկե մարդկության մեծ մասը այս երկրորդ մասում են գտնվում ցավոք սրտի։ Իսկ ինչպես բացել դրանք։ Իմաստանալով առաջինը։ Ինչպես իմաստանալ։ Իմաստանալը նայեք, կյանքի փորձի ընթացքում մենք տարբեր հանգամանքների ենք հանդիպում ու տարբեր իրավիճակներում մեր դրսևորում ենք տարբեր ձև։ Ու այդ վերջնական արդյունքը նայած բերում է ինչի, այսինքն եթե մենք վերջնական արդյունքը մեզ տառապանքի է բերում, վերջը դա ու մենք դրանից բան չենք հասկանում, ուրեմն չենք իմաստանում։ Եթե մենք տառապանքի է բերում մեկը ու ինչ միշտ էլ վերջում տառապանք լինելու է, էլի, ու մենք դա քաղում ենք ինչ-որ խորհուրդ դրանից ու առաջ ենք գնում, հասկանում ենք դրա իմաստը, ուրեմն մենք իմաստանում ենք, այդտենց քիչ-քիչ, ինչքան մարդը շատ է տառապել, այդքան ավելի ինքը իմաստուն է, եթե ինքը հասկացել է, եթե չի հասկացել, կա հատարապի, նո դա մի մեթոդ, երկրորդն էլ իմաստանում են իմաստունի կողքին, այսինքն գտնվելով դե ուսուցիչ աշակերտ հարաբերություններ է ստեղծվում, ուսուցիչ ասելով, որը իմաստուն է, ոչ թե ինչ-որ ինտելեկտուալ գիտելիքներ գիտի կամ ինչ-որ նյութական գիտելիքներ, այլ ինչ-որ իմաստության հասել է, իսկ դա նշանակում է, որ իմաստության հասել է իր չակրային սիստեմը ակտիվ բաց է, ֆիզիկական պլանում չեն տեսնի, այդ խոսալով չէ, պետք է ներքին լինի, եթե ինքը իմաստության հասել է, ուրեմն իր կողքը գտնվելով ավտոմատ սկսում է աշակերտը ոնց որ ռեզոնանս տալ ու ինքն էլ իմաստանալ, պարտադիր չի տենց այդ նույն տառապանքներով անցնի, ոնց որ ուսուցիչն անցել, կարող ուսուցիչը շատ անսահման ժամանակում է դա հասել, աշակերտը կարող դա ավելի արագ անի, եթե ինքը ունի նվիրվածություն, հավատ, ծառայելու ընդունակություն, ըմբռնելու բաց լինելու ընդունակություն եւ այլն։ Մեր հետևորդներին հատկապես հետաքրքրում է, թե ինչպես բացել սիրո եւ ֆինանսական հոսքերի չակրաները, քանի որ նաեւ էքստրասենսները նախորդ տարի նշում էին, որ այս տարին լինելու է սիրո, հարաբերությունների, ֆինանսական կայունության նոր հնարավորությունների տարի։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնել այս մասին, թե ինչպես հենց այդ երկու չակրաների վրա աշխատեն։ Դե սերը մեր սրտի հետ է կապված, դա մեր սրտի չակրան է, իհարկե այդ սերը ոնց որ գալիս է մարդկային սիրոց, հետո գնում է ավելի լայն համամարտկային սիրո, հետո գնում է ավելի sense խորքային վսեմ սիրո, հետո անանձնական այդ սիրո, հետո աստվածային սիրո, այդ իր ոնց որ խորանալու տեղ ունի, ոնց որ մեկ-մեկ շատ դեպքում ասում են սերա ու սեր ինքը չունի ոչ մի, բայց ունի էլ ինքը խորանում, այսինքն նու սկզբից իհարկե կրքեր են, հետո կրքերը, որ մարդը մի քիչ իմաստություն է ձեռք բերում, այդ կրքերը վերափոխվում են ավելի շատ սիրո, ու տենց հետո անձնական, ասենք, փոխհարաբերություն կին տղամարդ հետ կրքային սերը վերափոխվում է կամ երեխա, մամա այդ պապա ծնողների այդ փոխհարաբերությունը վերափոխվում է ավելի կապվածություններ են, էլի կրքի տեսակա կապվածություններ են, որոնք վերափոխվում են սիրո, էլի քիչ-քիչ ու ավելի խորանում ու մինչև այդ աստվածայինը հասնում։ Դա կապված է այդ մեր սրտի չակրայի հետ, իր զարգացածության, բացվելու եւ իմաստության այդ ինչ իմաստության մենք հասնում ենք համապատասխան ձևով ինքը բացվում է։ Մարդիկ իհարկե արհեստական ձևով կարան ինչ-որ բանը գրգռներ անեն, բայց հիմնական այս արհեստական ձևով ինչ-որ մարզանքներ,
շնչառական վարժանքներ եւ այլն, իրանք հիմնական կարամ ակտիվացնեն ավելի շատ այս մեր ներքևի 3 չակրաները, սիրտն 4-ն է, ասենք հիմնային, ասենք սեռական չակրա, արևապսակ եւ սիրտ։ Նայեք, սիրտը ամենակարևոր կետն է, սիրո համապատասխան, սերը տարբեր է լինում, դենք ոնց որ ծնողի սեր, զույգերի միջև սեր, հայրենիքի նկատմամբ սեր, համամարտկային սեր, վսեմ սեր, անանձնական սեր եւ աստվածային սեր։ Ու ինքը ոնց որ իր աստիճաններ ունի, հայերեն լեզվում դա չկա, միանգամից բառեր, օրինակ տիբեթերեն ու սանսկրիտերեն բառերում իրանք հատուկ բառեր կան։ Մի բառից մենք սեր ենք ասում տենց։ Ու ինքը մակարդակներ ունի։ Հիմա այդ սիրտը բացելու համար մարդը պետք է կյանքի փորձ անցնի, ստեղ շնչառական վարժությունները ու ֆիզիկական վարժությունները, կենտրոնացումները այդքան կարան չօգնեն։ Ինչու՞։ Սիրտը բացելու համար։ Իրանք ավելի շատ կարան օգնեն այս ներքևի չակրաները բացելու համար։ Դե հիմա անվանումները չտամ սանսկրիտերեն եւ այլն, իրանք անվանումներ ունեն, ասենք տարբեր լեզուներում տարբեր են։ Մարդիկ օրինակ հիմնական այդ հինդուիստական անվանումներն են տարածված, բայց իրանք շատ տարբեր ու տեղեր անվանումներ ունեն։ Արև շատ այդ վահագի չակրան, ասխիկի չակրան, նանեի չակրան կարան այդ բաներով վարժություններով բացեն։ Բայց այս սրտի չակրան եւ ավելի բարձրները դա չի այտենց բացվի, միայն օրինակ Տաթևացին ասում է դա միայն Աստծո ողորմության միջոցով, արևելքում դա ասում են ուսուցչի օրտանքի միջոցով է բացվում, բայց աշակերտը ոնց որ պիտի մեծ նվիրվածություն ունենա, մեծ հավատ, մեծ նաև ծառայելու ընդունակություն։ Ծառայելը դա նշանակում է, որ ինքը իր մեջ այդ ընկալում է այդ աստվածայինը եւ ընդունում է իր մեջ աստվածայինը, որ այդ աստվածայինով ծառայի համընդհանուր բարիք բերելու։ Այդ ժամանակ սրտի չակրան կարա բացվի, նկարագրություն կա 8 թերթիկ ունի եւ այլն տարբեր թերթիկ ունենք բուդդիզմում, ասենց անիվ են նկարում 8 ճախարակա, 8 կողմանի ինքը, ասենց 8 հատ։ Այդ դրա սիմվոլն է, այդ ճախարակը պետք է շարժվի, դրա համար անվանում այդ ճախարակը թխարմայի ճանապարհ, թխարման ոնց որ մեր սրտի ճանապարհ։ Նամակ Քրիստոսն էլ ասում մենակ սրտի միջոցով Աստծուն կարելի է հասնել, այդ մինչև սրտի այդ չակրան չբացվի, չի կնի, այսինքն մարդը եթե աղոթք անում, ինքը աղոթքները մինչև սրտով իրանց չանցնեն, ինքը բայց սրտով անցնել այդ չի նշանակում ֆիզիկական սրտով, այդ էներգետիկ կենտրոնով եւ այդ էներգետիկ կենտրոնը մինչև չակտիվանա, իրան ձայնը Աստծուն չի հասնի, Աստծու ձայնը իրան չի հասնի։ Այդ ինքը ասենք սրբերի մոտ դա պիտի բացվի, եթե սուրբը պետք է սրտի չակրան բացվի եւ այդ ժամանակ ինչ որ սրբության տարբեր աստիճաններ կան, դրանից է սկսում կամ իմաստության տարբեր աստիճաններ, որտեղ իմաստությունը ոչ թե օրերից է գալիս, այլ սրտից է գալիս։ Դուք հարցրեցիք հիմա իմաստուններ կան թե չէ, Հայաստանում դե ինչքան սիրտը բաց մարդիկ կան, իրանք էլ համապատասխան իսկական սիրտը բաց էլի, ոչ թե թվացial բարի մարդիկ, այլ սիրտը բաց, այդ նշանակում է իրոք ինքը իր սրտի մեջ ընդունում է ուրիշների ցավը ու ինքը իմաստության բարձր աշխենի ասել, բացասական ինտելեկտն էլ է զարգացած, այսինքն իմաստուն չկարելի ու ինտելեկտ չունենա, բայց կարա ինտելեկտ ունենա, բայց իմաստություն չունենա։ Որտեղ իմաստությունը սրտից է գալիս, սրտի էներգիան իր ոնց որ սրտի ներվային համակարգը միացած է ուղեղի ներվային համակարգին, իմաստունի մոտ, իսկ ինտելեկտին մենակ ուղեղն է աշխատում, էլի, այդպես բացատրենք։ Այդ սրտի չակրանը բացվելու ժամանակ երբ որ ինքը խոսում է դիմացինը կարա ջերմություն զգա, սիրտը տաքանա կամ ինչ որտեղ տաքանա, ինքը ջերմություն է զգում։ Հիմա հույսով եմ որ դուք դուանեկան մի քիչ ջերմություն զգացիք։ Այո, միանշանակ։ Այդ նշանակում է սրտի չակրան բացված է, նույնիսկ դիտողները, որ հիմա դիտեն, այս հաղորդումը, որը նույնիսկ եթերա գնում, այդ ասինքն թվային համակարգի վրա է, բայց գնում է, բայց ինքը այդ ժամանակ կապվում են այդ սրտի էներգիայի հետ, իրանց մոտ էլ սիրտը կջերմանա։ Մենք ուղղակի տենց փոքր զրույց ենք անում, այդ ինչ որ բան չի, ինչ որ վարժություն չենք անում, բայց դիտորդների մոտ էլ այդ սիրտը
ջերմանա։ Ուրեմն իրանց իմպուլս գնում է, ուրեմն սիրտ ունեն, որտեղ շատ փակ մարդիկ ոնց որ քարացած են իրանց սրտին չեն լսում, իրանք չի տեղ ունենում։ Ով լսվում մի քիչ կջերմանա, դա հիմա սրտի չակրանա, ու այդ ժամանակ իրոք իրան կարա սիրել, էլի, այսինքն կրքերի մակարդակից կարա վերափոխվեն սիրո մակարդակ, այդ տարբեր մակարդակներ սիրո կա, այդ սիրո մասին։ Իսկ այդ բարգավաճման, ծաղկման, լիության էներգիաները, դա ոնց որ երկիր էներգետիկ կանալներ են անվանում, այդ կանալը պետք է բաց լինի բարգավաճման բարեբերության էներգիաները, որ լիության մարդկանց մեջ լցնեն, դա երկու մոտեցում կա, իհարկե առաջինը դա մարդը, որ կյանքը մենակ այս կյանքում չեն գալիս, շատ կյանքեր ունենք, կյանքից կյանք բարիքներ ա բերել, եւ այդ բարիքը ծառայացրել է համընդհանուրին, դրա համար ինքը կարա այդ էներգիան իր մոտ բացա, մյուսն էլ կարա, որ հենց սիրտը բացել է, ու ինքը ստեղծում է երկինք ու երկիր կապ, ու այդ միջավայրը այդ բարգավաճման, բարեբերության, ծաղկման, լիության, առատության էներգիայի մեջ է լինում։ Այդ էներգիան կախված է մի քանի մեր կենտրոնների հետ, այդ բարգավաճման, դա կախված է նաև մեր դա առաջինը սիրտն է, եթե չլինի, երկրորդը կախված է մեր այս երկրորդ չակրան ենք ասում, որտեղ ասեցինք ասկի չակրա, կամ որ մի քիչ էլ ուրիշ ձև ասենք, դա սեռական էներգիայի հետ է կապված, ճիշտ ուղղորդումը սեռական էներգիայի, այդ բարգավաճման, բարեբերության, լիության, առատության, հարստության, ծաղկման որակները բացում, որտեղ այդ ամեն մի չակրան մի որակ չունի, բազմաթիվ որակներ ունի, որտեղ թերթիկներ են նկարագրում, ամեն մի որակը, ամեն մի թերթիկը ինչ-որ որակներ են, այդ բարգավաճման էներգիայի ինչ-որ մաս այդ սեռական չակրայի հետ է կախված, սեռականն ասում եմ, որտեղ ինքը այդ մասում է գտնվում, նույնիսկ այդ հինդուների լեզուր սվատխիսխանը, սայով է սկսում, ասխիկի չակրան է, այդտեղ եթե մարդիկ կարում են այդ էներգիան, իհարկե կարող եք ասեք հիմա միլիարդ հատեր է, բայց անկանոն սեռական կյանք ունի, դա ինքը հին արժանիքներից է դրա համար ասեցի, բայց որ մարդը ուզում այդ էներգիան ճիշտ ուղղորդի, այդ էներգիա պետք է սեռական էներգիան կարողանա կառավարել։ Կառավարելը ժուժկալություն չի, կառավարելը ճիշտ ուղղորդել, այսինքն ժուժկալությունը դա այդ էներգիան անտեսելն է, ոչնչացնելն է, որ հասկանանք, վանականները հիմնական այդ ճանապարհով են գնում։ Ու տարբեր աստիճանի վանականներ կան, բայց դա ես խոսում եմ ոչ դրա մասին, այլ այդ էներգիայի ճիշտ կառավարման մեջ է դրվում, որը իհարկե այտենց այդ տեխնիկաները իհարկե հիմա Եվրոպայում այտենց խառը խշտիկ ինչ որ այտենց ցրում են, բայց արևելքում շատ գաղտնի են այդ բաները, այտենց ամեն մեկին հասարակին չի, որովհետև դեռ կարան աղավաղումներ շատ լինեն, դրա համար Եվրոպայում շատ այտենց աղավաղումներն անվանում են տանտրիկ պրակտիկաներ, որոնք այդքան էլ դրա հետ կապ չունեն, իրանք մի քիչ նյու իրանց հորինած ձևով են մոտեցել այդ հարցին։ Այդ որ ուզում ենք բարգավաճումում պետք է կարողանանք սեռական էներգիան կառավարել սովորել։ Կառավարել սովորել համար պետք է գտնենք համապատասխան ուսուցիչ, որ կարող է կառավարել եւ գնանք իր մոտ սովորելու։ Փաստորեն էներգիայից էլ, մարդու էներգիայից էլ շատ բան է կախված այս դեպքում։ Հա, դե եթե ինքը իմպոտենտ է, ինքը բարգավաճման էներգիա չի կարող ունենա, ուզում եմ հստակ ասեմ, դե տարիքի հետ չբան չանենք, ասենք թուլանումը գավա տարիքի հետ, ասենք 80 տարեկան, 90 տարեկան, կամ չթուլացում ունի, բայց եթե փոքրուց իմպոտենտ է, իր մոտ պոտենցիալ արդեն չունի բարգավաճման բանի։ Քրիստոնեությունն ու յոգան հակասում են իրար, արդյոք քրիստոնյան կարող է զբաղվել յոգայով։ Քանի որ նման պնդում շատ կա, որ Սուրբ Գիրքը արգելում է յոգայով զբաղվել։ Ես Սուրբ գրքում տես բան չեմ տեսել, լավ ուսումնասիրել եմ, դա գլուխներում է,
Հիմա ոնց որ ասենք, եթե մենք հայերեն խոսում ենք, կարանք անգլերեն խոսանք, թե չէ, հակասում է իրան կամ իտալերեն իմանանք կամ չինարեն։ Մենք ինչքան շատ լեզու գիտենք, անքեն էրուդիտ ու գրագետ մարդիկ։ Պետք է հայերեն էլ իմանանք, պարտադիր, բայց ինչքան ուրիշ լեզու էլ գիտենք, դրա մեզ լրացնում է ու ամբողջական ավելի ստեղծում, ավելի մեր կոմունիկացիան ուրիշ ազգերի հետ մոտիկացնում է, ում ավելի լավ տանում է մեր ազգին ճանաչելը։ Հիմա ստեղ էլ այդ հակադրությունը եթե տալիս է, այդ լեզվի նույն մտբանն է։ Եթե որտեղ կար 90-ականներին ծայրահեղ մոտեցում կար, ասենք առաստեղ շատ ռուսերեն էին խոսում, ոչ մի լեզվով չխոսել, ոչ մի լեզվով մենակ հայերեն, դա շատ ոնց որ ասած փակուղի բերող բան է։ Այսինքն պետք է իմանանք, որ մարդը շատ լեզու ունի, բայց իր մայրենին ամենակարևորն է, դա պետք է ասենք։ Ստեղ էլ մենք պետք է ընդունենք, որ յոգան էդի իրանց գլուխներում է հակասությունը, ճիշտ ընկալումներ չունեն, աղաղատ են աշխարհը ընկալում, դրա համար հակադրում են, ասենք, կրոնը յոգան ինչ որ փիլիսոփայության հետ, որտեղ յոգան դա ապրելակերպ է, դա աշխարհայացք է, ոչ թե կրոն է, դա պաշտամունք չի, կրոնը պաշտամունք է, ու հակադրեն, ոնց որ մենք ասենք քրիստոնյա ենք եւ դե առաջ դա էր, գիտությամբ չեն կարող զբաղվել, օրինակ առաջ ովքեր գիտություն են զբաղվում, քրիստոնյաները միջին դարերում վառում էին, ասում են հերետիկոս է, չի կարել, որտեղ հակադրությունն էին տեսնում, ասենք եթե մարդը ինչ քիմիայով էր զբաղվում, կարող են վառեին հակադրություն, բայց դա իրանց գլուխներում էր, քիմիան չի հակադրվում քրիստոնեության հետ, կամ էլ ասենք մաթեմատիկան կամ ֆիզիկան կամ ցանկացած գիտություն, դա իրանց գլուխներում է խնդիրը։ Դենց էլ այն մարդիկ, որոնք դա հակադրություն են բարձրացնում, իրանք մեծ խնդիր ունեն մտածելակերպի մեջ, ոնց որ լոգիկա առաջվա բոլոր դպրոցներում, նույնիսկ հոգևոր դպրոցներում լոգիկայի զարգացում կար։ Ասենք Պլատոնի դպրոցում, Պյութագորիսի դպրոցում եւ այլն բոլոր դպրոցում հատուկ լոգիկայի դասեր ունեն, որ լոգիկան զարգացնեն։ Չգիտեմ հիմա մեր մոտ տեր հայրերը ինչքան են լոգիկան զարգացնում, բայց պետք է որ դա զարգացնեն, լոգիկա մտածելակերպն է ու աշխարհայացքը, որ իրանք ավելի լայն տանեն։ Իրանք հակադրություն տեսնում են այնտեղ, որտեղ չկա հակադրություն, որտեղ եթե մենք ֆիզիկան հակադրենք քիմիային, իհարկե դա եղել է, օրինակ Նոբելյան մրցանակներ կան, չէ՞, օրինակ մաթեմատիկային չկա Նոբելյան մրցանակ, որտեղ Նոբելը հակադրվել է մաթեմատիկների դեմ, ինքը ֆիզիկա եղել, հակադրվել է մաթեմատիկների դեմ, որտեղ եկածել է գիտություն չի։ Հիմա այդտեղ այդ հարցին չունենք, այդ իր խնդիրն է տեղել, ոչ թե ընդհանուր մեր տեզերական կառուցվածքը մաթեմատիկան ընդհանուր տեզերական օրենքները ներկայացնող թվեր են կամ բանաձևեր են, որոնք տենց խոսքն ոնց որ մեր բառերը ներկայացնում են մեր փոխհարաբերությունները, մեր մտքերը, այդտենց մաթեմատիկան ներկայացնում է տեզերական օրենքները տարբեր։ Ու հակադրվել դրան, դա ուրեմն իր ուղեղում խնդիր կա, մեծ խնդիր կա։ Այդտեղ էլ տենց է խնդիր ունեն իրանք դրան հասկանում, բայց իրանք բացարձակ հակադրություն չկա, ընդհանրապես իրար կարան լրացնեն։ Ոնց որ հիմա դուք եթե ինչ որ լեզու գիտեք, կարա լրացնել ձեր հայերենը, որտեղ դուք այն լեզվով էլ ինչ որ բաներ անում, ավելի լրացվում է ձեր լեզուն, ավելի հարուստ է դառնում դրանով, ոչ թե դուք դավաճանում եք հայերենը, եթե գիտեք անգլերեն, դες ոնց կարա լինի։ Դե շատ նեղ ֆանատիկ մտածելակերպ է, որը ցավոք սրտի մեր դարին չէ, միջին դարերում էին տենց մտածում ու տանում կրակի կամ չգիտեմ սպանում էին էլի։ Դուք հաճախ նշում եք, որ փոփոխությունը ներսից պետք է սկսվի, սակայն ինչպես հասկանում ենք մեր թեմաներից, դա այդքան էլ հեշտ չէ։ Ինչպես հասնել այդ փոփոխությանը։ Դե մարդը պետք է ինչ-որ, եթե ինչ-որ բան պետք է փոփոխվի իր մեջ կյանքում, արտաքին հանգամանքներ են լիքը փոխվում, բայց ինքը չի կարող դա այդ արտաքին հանգամանքները ընկալ, ինքը ուղղակի սկսում է այդ արտաքին հանգամանքների դեմ դիմադրել։ Բայց ինքը ինչ են դրանք դա ստեղծում, որ մեր մեջ մենք կարողանանք փոփոխել, որտեղ այս աշխարհը մի քիչ նուրբ կառուցվածք ունի, մենք աշխարհ կառուցած մենակ նյութական աշխարհով տեսնենք, ամբողջական չի, դրա համար իմաստունները տեսնում են, որ այս ոնց որ արտաքին տեզեր անսահման կա, հենց այն մեր գիտակցության մեջ անսահման տեզեր կա, գիտակցության տեզեր, մեր ներքին աշխարհ կա,
ու այս ասենք քվանտային ֆիզիկան ասում է, որ դիտորդից է կախված փորձը ինչ կլինի դիտորդին է, ու նյութական աշխարհի փորձը։ Ասում եմ, որ դիտորդը ոնց դիտորդ դնենք sense էֆեկտը առանց դիտորդի հետ, բացի այդ որ էլեկտրոն ու ալիքա, էլեկտրոնական ալիքը ու տարբեր փորձեր կան, դիտորդից ինքը փորձի որակը փոխվում է։ Տենց էլ մեր ներքին աշխարհի որակից արտաքին աշխարհի ընկալումը ուրիշ է։ Դրա համար ամեն մեկը կարող է մենք երկուսից իրար կողքին ամեն ինչին նույն ձև ենք թվում նայում, բայց չէ, մենք ընկալում ենք ամեն մեկս ուրիշ ձև, ինչքան մեր ներքին աշխարհը։ Դրա համար մեր ներքին աշխարհի արտացոլումն է ասվում է արտաքին աշխարհը, այդ իմաստով, որտեղ մեր ընկալումը ընդամենը մեզ թվում է, մեր զգայարանները բան որ ինֆորմացիան հավաքում են, մեկը մեր ուղեղը սկսում է վերլուծել այդ ամեն ինչը ու ինքը ինչքան ներքին փորձ ունի, համապատասխան ինքը իրան էս է բերում, որ ասենք սա կանաչ է, սա կապույտ է, սա կարմիր է կամ եւ այլն, ահա։ Իր մոտ եթե այդ փորձը չկա, ինքը չի ցույց տալիս, ինքը չի հասկանում դա, չի տեսնում։ Ինքը տեղ փորձեր կան, որ փորձեր չեն, նույնիսկ բաներ, որ մարդիկայությունը այդ մակարդակի չի ասում, ինքը երևույթը չի տեսնում։ Առաջի անգամ մեծ նավերը Ամերիկա գնացին, իրանք չեն տեսել։ Մեծ դա ոնց կա, ասկը տեսել, բայց ուղղակի չի հասկացել։ Տենց էլ շատ մարդիկ ասենք այլ մոլորակայիններ բառ ասենք, հիմա կասեն դա գժեր են, մենակ գժերն են տեսնում, շոր գալիս են նո ինչ որ իրանց այդ թրջող ափսեներ բառը կա, բայց բոլորը չեն տեսնում, որտեղ մեր ուղեղը դա չի ընդունում։ Եվ այլն, կամ ասենք ինչ որ սրբեր տեսնում են ինչ-որ էակների, շատ մարդիկ չեն տեսնում, գալյուցինացիային ասում, բայց այստեղ հասկանանք, որ ներքին աշխարհի արտացոլումն արտաքինը, մեր ներքինում այդ փորձը չկա, դրա համար մեր ուղեղը չի բերում այդ արդյունքը, այդ փորձը, ոնց որ հիմա արհեստական բանականություն է, ինքը նոր ինֆորմացիա չի կարա, ինքը կհորինի, բայց իսկությունը չի կարա, ինքը մենակ իր մեջ ինչ կա, դա է հորինում, տենց է մեր ուղեղն է, ինչ կա է դա, մեր մեջ ինչ կա, դա ենք տեսնում, նոր բանը չեն կարող, դրա համար նոր բան ընկալելը շատ ամենադժվարն է, դրա համար առաջ գնացող մարդիկ եթե ինչ-որ նոր բան են անում, հիմնական մասն ամենտեղ գիտությունն է, ինչ մակարդակում են չեն կարող ընտրել առաջադեմ, օրինակ Էյնշտեյնի հարաբերական տեսությունը, դա ես մի 100 տարվա առաջվա բան եմ ասում, բայց մեծ մասը գիտնականների չէին ընդունում ու հակադրում են, հետո կամաց ընդունեցին, բայց երբ որ բորը քվանտային ֆիզիկայի մասին ասում, Էյնշտեյնը չէր ընդունում ու մեծ մասը չէ։ Դա ինչ չի, որ ինքը մի բան արեց առաջատարա, բայց ավելի առաջատարել կա, որը չեն կարող ընդունել։ Ու դա մի շատ ժամանակ անցնում, որ սկսում են ընդունել։ Ասենք Ժուլի Վերնի, ասենք ֆանտազիայի բաները, որ հեսա թրջող ինչ որ ինքնաթիռներ լինելու կամ Սուզանավեր, բոլորը խնդրում էին, ասում են գիժես ինչեր է ասում, բայց դա իրականություն է դարձավ, չէ՞։ Չանցավ ինչ որ ժամանակ կամ էլ այն շուտ ժամանակ ասում են, որ չգիտեմ, հեռախոսը նույնն է, որ մարդիկ իրար նայելու են հեռվից իրար հետ խոսան ու զգան նու ֆանտազիա, բայց դա իրականություն դարձավ, երբ որ մարդը չէր ընդունում, դա չկա։ Հիմա տենց է շատ երևույթներ մենք չենք կարող ընդունել։ Մեր գիտակցության մեջ չկա, արտաքինի մասին չի, մեր աչքը շատ բան է տեսնում, բայց մեր ուղեղը դա չի վերլուծում, ինքը ավելորդ է համարում։ Այդ դրա համար գիտակցության լայնացում իմաստունը, որ ինքը կարող է այդ երևույթները բաց ընդունի, կարող չի ուղեղը ընկնում է, չկա թե չկա, դու այդ ոնց որ այդ ծրագրերից դուրս ես գալիս ընդունում ես, իմաստունը նաև տարբերում է սովորական մարդու, որ ինքը երևույթները կարող է ընդունի նույնիսկ չլնելով իր մեջ ինֆորմացիան, բաց ինքը։ Եվ իմ վերջին հարցը, ինչպես հասնել էմոցիոնալ առողջությանը, ինչպես եւ դրան հետևել։ Դե մի քանի բան կա, առաջինը դե պետք է ամեն զիբիլ մեր գլխը չլցնենք, այսինքն հիմա այս աշխարհը ինֆորմացիոն աշխարհ է, ու մարդիկ ուզում են մաքսիմալ ինֆորմացիա քաղել, ասենք TikTok-ից սկսած, որ ուզում են կարճ, ներքի մայր տեսել եմ 10 վայրկյանում են բանանում, այդ արագ ու ասենց այդ 10 վայրկյան լիքը բան լցնեն, ինչքան շատ լցնում ենք, այդքան խելացի չենք դառնում, դա պետք է հստակ հասկանանք, ինչքան շատ լցնում ենք, այդքան մեզ ոնց որ ասած աղբամանա դառնում, ու աղբաման ամեն կտոր լից ավելի լավ մի բան դնել լավը, քան շատ անորակ։ Շատի մեջ երբեք բան չի, շատի մեջ չի, այդտեղ մենք էմոցիոնալ մեզ հիվանդ ենք դարձնում, դրա համար ասենք մարդիկ գնան բնության հետ շփվեն, ազատ լինեն, բաց թողին իրենց հեռախոսները, iPad-ները եւ այլն,
բնության մեջ շփումը բերում է իրանց էմոցիոնալ կամ կանոնավորության, որտեղ հիմա ստրեսը շատ է քաղաքային կյանքում եւ այդ ինֆորմացիայի քանակն է գեր շատ է ու մարդը չի նախատեսված եղել այդ գեր ինֆորմացիա ընդունմանը։ Դրա համար ինքը սկսում է ուժեղ ստրեսների, դեպրեսիաների մեջ ընկնել, որը քաղաքային կյանքի հիմնական մասը տենց այդ վիճակում են ընկնում։ Բնության մեջ շփվել, քիչ ինֆորմացիա վերցնել, մաքսիմալ քիչ։ Հիմա կասի կյանքից կհեռանալ, չէ։ Քիչն էլ է բավարար։ Պարտադիր չի ամեն ինչ իմանալ, ինֆորմացիա, դա ինչ է տալիս։ Անցումա չգիտեմ, երկու օր բոլորը մոռանում ես, բայց դա ենթագիտակցության մեջ քեզ ծանրացնում ենք, այնքան ծանրացնում։ Ոնց որ հիմա մեր այդ հեռախոսներ կամ այդ էլեկտրոնային բաները, որ շատ ծրագրեր կա, հետո ջնջում ենք, բայց այդ ծրագրերի մնացորդները մնում են, հետո ծանրանում է ինքը, կանդաղ աշխատում, չգիտեմ, այդ իր մարդը չի հերիքում էներգիան, որ բանը, եւ այլն, ինքը ծանրանում է, հետո ասում ենք փոխենք։ Դե մենք չենք կարող մեր օրը փոխենք, դա տենց մշտական, դրա համար ավելի լավ է չծանրաբեռնել, բնության հետ շփվել, քաղաքից դուրս գալ, գոնե շաբաթը այդ հանգստյան օրերը տանը չանցկացնել, գնալ բնության մեջ կանցկացնել, ինֆորմացիա մինիմալ քանակ, հաջորդը դե երևույթները, որ մեզ մեջ տեղի ունենում, կարանալ դա դժվար բան է, դա պիտի հասունենք, չդիմադրել, ընդունել որ կա։ Նու օրինակ հասարակ բան, ասենք հիմա անձրև եկավ, չպայքարել անձրևի դեմ։ Մեկավ մենք կարանք անձրևանոց պայենք ինչ-որ փոխենք, որ բանը ոչ թե բայ տրամադրությունի անձրև չեմ սիրում բան, կամ ասենք արևա կամ ցուրտ է, քամի է եւ այլն։ Հենց էլ տարբեր երևույթներին փորձել ընդունել, կարելնալ ուղղակի հակամիջոց օգտագործել, ոչ թե մեր էմոցիոնալ այդ բացասական ռեակցիա տալ։ Հիմա ամեն ինչի այս աշխարհում, որ մեր ուզելով է լինում ու մեր համար բարենպաստ է լինում, բայց մենք կարող ենք ասենք հիմա մարդիկ ապրում են շատ տաք երկրներում եւ շատ ցուրտ երկրներում, բայց իրանք հարմարվում են ոչ թե էմոցիոնալ, իհարկե եթե սկսեն դիմադրել կհիվանդանան, իրանք միջոցներ են անում, ասենք ցուրտ է տաքացնող միջոցներ են եւ անում, տաք շոր են հագնում, բայց ոչ թե սկսում են էմոցիոնալ, բայ այս ինչ վատ է, այս կյանք չի, այս ցուրտ է եւ այլն դիման։ Տենց էլ երևույթների մենք ինչ որ հակադրող բան պիտի առաջ դնենք, ոչ թե էմոցիոնալ սկսենք մեր վախերը, տագնապները եւ այլն դրանց դեմ կդնենք։ Հաջորդ միջոցը, որ հիմա ուտելիքները շատ բազմազան են դարել ու շատ կան կիսաքիմիական եւ արհեստական ուտելիքներ, նույնիսկ կան լրիվ քիմիաներ, էլի տենց ասեմ, որ ներկայացնում են որպես օրգանական նյութ, օրգանական քիմիա կա, բայց քիմիական նյութեր են, որ մենք փորձենք ուտել ավելի շատ բնական բաներ, ավելի լավ է քիչ ուտենք, բայց բնական ուտենք, բայց քան շատ ուտենք արհեստական բան, որտեղ մարդիկ շատ դեպքում ուտում չեն կրշտանում, հենց դա որ մեկը ստրես ունեն, երկրորդն էլ այդ ուտելիքի մեջ էներգիա չկա, որտեղ ինքը արհեստական ինչ-որ բան է։ Այսինքն ավելի լավ է գումար տանք, մի քիչ շատ լավ ուտելիք առնենք, քան շատ էժան շատ ուտենք։ Դա հետո մեր ցույց ասած քթից ելնելու է առողջության միջոցը բան, դա էլ ուտելիքը։ Ջուրը դե Հայաստանում ջուրը լավն էր, Երևանում, բայց հիմա մի քիչ այդքան էլ բարենպաստ չի։ Դրա համար կարելի է լավ ջուր, աղբյուրների ջուր բերել տուն, դրանք օգտագործել առանց քլորի, որտեղ քլորը դե որ շատ են տալիս եւ առաջ ասեն գառնի ջուրը լավ էր գոհաստանում, բայց քլորը էլի սպանում է, որտեղ երկար այդ խողովակներով որ գալիս է ինքը իր որակը փոխում է։ Աղբյուրների ջուրը օգտագործել, օդ մաքրոթին լինել, ուտելիքին հետևել, ամեն զիբիլ իր մեջ չգցել, ֆիզիկական ինչ որ ակտիվություն ունենալ, այսինքն քայլել,
մի փոքր առավոտյան մարզանք անել, փոքր պարտադիր չի, կարելի տարբեր տեսակի մարզանքներ անենք, սկսած թեկուզ հիմալիքի յոգայի բաներ կան, պարտադիր չի դա անենք, կա ու թեկուզ շարժող կան, բայց ամեն օր ասենք գոնե 20 րոպե դրան նվիրել, այսինքն 20 րոպե մարզանք անել ու քայլել, փորձել ամեն ինչ, ասենք մեքենա ունենք, չգնանք, մի քիչ մենք քայլենք, որտեղ մեր մկանները, որ աշխատում են, մեր ուղեղին իմպուլս են տալիս, նաև ովքեր քայլում են, օրինակ ստրեսները շատ դեպքում դուրս են գալիս, ստրեսը մարդն ասում են շատ քայլի, եւ այլ շատ հիվանդությունների դեպքում են ասում են քայլի, հիվանդությունը կանցնի։ Դա ֆիզիկական ակտիվություն անել, հաջորդը գտնել կյանքում մի մարդ, որին կարողանալ նվիրվել ու սիրել։ Հիմնական օրինակ ինչ է երջանկություն, չգիտեմ Օքսֆորդում տենց փորձեր են արել, մի քանի միլիոն մարդու տենց փորձ են արել, ոչ հարստությունն է բերում, ոչ կարիերան է բերում, ոչ լավ տունն է բերում, ոչ լավ ավտոն, երջանիկ են միայն նրանք զգում, որոնք ունեն լավ փոխհարաբերություններ։ Հիմնական այդ երջանկությունը դրա համար այդ արտաքին ուրիշ բաներից կախված չի, գտնել մեկին, որին կարողանալ նվիրվել ու սիրել եւ փոխադարձել դա լինի։ Այդ ժամանակ իրանք երջանիկ կզգան ու այդ ձեր ասած երևույթները կհաղթեն։ Ու նաեւ կիրառելով միս բաներ, այսինքն եթե ուտելիքը վատ է, այլ ինքը իրան երջանիկ չի կարող զգալ, բայց երջանկություն կախված չի, ինքը շատ փող ունի, թե քիչ փող ունի, լավ ավտո ունի, թե վատ ունի, լավ տունա, թե վատ, որ երկրում ապրում, այլ կարևորը ինչ հարաբերությունների մեջ է իր մոտիկի հետ գնում, որտեղ շատ հարաբերություններն էլ երջանկություն չեն բերում։ Մի հոգի հետ հարաբերությունն է բերում մեզ այդ երջանիկ ընկալումը, դրա համար մի հոգի ձեր կյանքի զույգը գտեք ու փորձեք խորացնել փոխհարաբերությունները իր մեջ, ավելի ներդաշնակ լինել իր հետ ու կարողանալ միմյանց ծառայել, սիրել, փայփայել եւ այլն։ Այդ ժամանակ երջանիկ լինեք, այդ ժամանակ ստրեսները ավելի կհաղթարեք եւ այլն։ Շնորհակալ եմ շատ, պարոն Դոնիկյան, կարծում եմ բավականին հետաքրքիր զրույց ստացվեց։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, իսկ Fast.info-ին առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, իսկ մեր պաշտոնական կայքեջը կարող եք փնտրել Google հարթակում որոնելով www.fastinfo.am։